Ամառը ճռճռան շոգին մամայիս ու աղջկաս տարա մեր կողքի սրճարանը։ Սուրճը խմեցինք, լանչը կերանք, հետ են գալիս ճանապարհին, ուրեմն տուն են գնում։ Ձեր տանն էլ են երեխեքը անկապ ձեն էր հանում։ Մեղայասու, սա կամացել ինչ ես կորկրում, տնում ես մաման լուրջ բան է անում։ Anyway, ուրեմն հետ են գալիս մամայիս աղջկաս հետ, շոքը ընկել է, ահա որ շոք է։ Ուրեմն սենց անցնում ենք խանութ, խանութի դիմացը լիքը տարածք է, ու սենց նեղ տրոտուարն է, որտեղ կանգնած է մի հատ երիտասարդ տղամարդ, մի հատ մեծահասակ տղամարդու հետ։ Ու իրանք մեզ չեն տեսնում, իրանք իրար հետ շատ կլանված խոսում են, բայց թարսի պես մենակ այդ մինչև այդ տրոտուարն է, մենակ այդ տրոտուարի մեջ է հով, այն կողմը սաղ արև է, անտանելի արև է, մամաս էլ բարձր ճոշումով, մեծահասակ, արևի տակ ընդհանրապես չի կարողանում ու այդ մի վայրկյանը, որ ինքը դուրս գա արևի տակով անցնի այսպես մի թեթև, վсё, ինքը դրանից կվատանա։ Հիմա մենք գնում ենք, իրանք էլ մեզ չեն տեսել։ Մենք կանայքով, դե աղջիկս պարզա գնաց արևի տակով անցավ, հիմա ես գնում եմ ու ճանապարհին մտածում եմ։ Ինչ անեմ, հիմա սենց մամայի զորով տանեմ իրանց աբայծի անենք ու դրանից մամաս ամբողջ օրը վատանա, նորից դեղեր էս կոմենկոմ, թե պետքա սենց ճեղքենք անցնենք, իրանք էլ մեզ չեն տեսել, բանի տեղ չեն դնում, իրար մեջ խոսում են, ուրեմն գալիս եմ, որ անցնեմ, ու այդ ամեն ինչը հիմա սենց պատմում եմ, բայց դա վարքյաններ է, էլի տևում, պարզամ, կարող է մի վարքյան էր, ուրեմն մենք սենց մոտենում ենք ու որպեսզի անցնենք, սենց իրանց մեջով գնում ենք, այս տղեն էլ այս բորդյուրի վրա եմ, այսքան բորդյուրի վրա կանգնած է երիտասարդ տղամարդը, ուրեմն այդ պահին, որ մենք սկսում ենք մոտենալ, մենք իրան չենք կպնում իհարկե, բայց քանի որ մոտիկ ենք, ինքը սենց թեքվում է մի տեսակ շարժվում է, ու սենց մի քիչ ընկնելու վրա, սենց ոտը դնում է ներքև, որ չընկնի, էլի բորդյուրից իջնում է, ու այդ վարքյանին դուք իրա դեմքը որ տեսնեիք, ատելությամբ, կատաղությամբ, ունքերը կիտած, ջղայնացած, հլը դե մեզ չի էլ տեսե, պրոստը մարդիկ են խանգարել ենք իրան, ինքը այտենց այլվալվայց, այդ բառը, այլալված դեմքով, սենց շուռ է գալիս դեպի մեզ, դե մամայից չի տեսնում, ես եմ սենց երևացող գնում, սենց շուռ է գալիս, որ ինձ նա ինչ-որ մի բան ասի, այդ վարքյանների մեջ ես շրջվում եմ, սենց հիացած, ժպիտով, շատ բարի ժպիտով նայում եմ իրան ու ասում, կներեք, ժողովուրդ, այդ վարքյանում, այդ կատաղած դեմքը, այդ որ քիչ էր մնում մեզ սենց վերցներ ու շպրտեր, մենակ տեսնեք ոնց է փոխվում, նույն վարքյանին, ինքն էլ իմ նման ժպտում է շատ բարի ժպիտով ու ասում է, ոչինչ, անենց է ասում, անենց դեմքով է ասում, ոչինչ, ոնց որ սաղ կյանքը երազել էր, որ ես գայի ու սենց պրակտիչիսկի իրան այդ տեղից հանեի, գցեի։ Այնքան բարի, այնքան լավ մթնոլորտ դարավ մի վարքյանում։ Պատկերացնում եք, եթե ես այդ պահին սկսեի գորգռալ ու ասել, որ ինչի եք կանգնել ստեղ, չեք տեսնում կանայք են գալիս, հովը բռնել եք ու մնացել եք այդտեղ, հա, բա մենք է գնանք սենց արևի տակով, հա, ինչի եք ճանապարհին կանեմ, մի քիչ անկում կանեք, կամ էլ ինքը մեզ ասեր, որ ինչի եք մեզ ճեղքելով անցնում, դժվար է, մի հատ ֆռացեք անկում գնացեք, ես իրան չէի բացատրելու, մամաս մեծահասակ է, մամաս սենց, նենց, կամ ինչ եմ ուզում արևի տակով անցնեմ, տրոտուարը ուզում եմ անցնեմ։ Հասկանում եք, ստեղ ճիշտ ու սխալ չկա, իրանք էլ են ճիշտ, մենք էլ ենք ճիշտ, մենք ուզում ենք հովով անցնենք, իրանք էլ ուզում են հովում կանեն, բայց ձև կա, կարելի է, ես անցնելուց ուզում էի ասել, բայց իրանք այնքան այդ արագ ստացվեց, իրանք էլ խոսում էին, մամաս էլ այդ պահին խոսում էր, ես ուզում էի մինչև անցնելը մի քիչ հեռվից իրանց ոնց որ կանչեի ու ասեի կներեք, ոնց որ գալիս ենք, էլի, բայց չստացվեց, այդ պահը նենց արագ անցավ, նենց մի անգամից սենց անցավ, չստացվեց ու այդ ամեն ինչը վարքյանների հարց էր։ Հիմա ես կարող էի իրանց վրա հարցակվեի ու գորգռայի ու ասեի,
ոչ մեկ չի կասկածում, չէ, որ եթե պետք լինի ճարտար լեզուս ավելի հանեմ ու գցեմ։ Ինքն էլ կարար իրա բառապաշարով ինձ, չէ։ Ու պատկերացնում եք, ես պետքա կատաղեի, ինքը կատաղեր, իրար վրա գորգռայինք, ջղայնանայինք, մթնոլորտը ահա որ, ես գնայի տուն ջղայնացած, չնայած իմ բնավորության համաձայն ես շուտ եմ մոռանում, ու վատ բաները նիգացի որ շուտ եմ մոռանում, բայց ինքը կարող է երկար է մտածում, մարդկա գիշերն էլ արթնանում, մտածում, ասենց պիտի ասեն, նենց պիտի ասեն, իմ մոտ այնպես բան չկա։ Բայց все равно неприятно է, չէ։ Իրա մոտ էր լինելու неприятно, իմ մոտ էր լինելու неприятно, ինչի համար, ժողովուրդ։ Ինչ դժվար բան կար, որ ես ասեցի կներեք։ Ինչ եղավ դրանից։ Ես իրան որ ես առաջինը ասեցի, թող ես առաջինը լինեմ։ Իմ պագոնները չընկան։ Ես էի անցնում, ես առաջինը ասեցի կներեք։ Ինչ եղավ դրանից։ Ինչա դրանից լինում ժողովուրդ, որ դուք դա չեք անում։ Ինչի այտենց պահին, ինչի այտենց պահին, ու մենք բոլորը շատ ենք դա տեսնում, դուք հարցակվում եք իրար վրա, դուք սկսում եք իրար վրա թարս նայել, իրար անպատվել, քթի տակ վատ բառեր ասել, հետո սկսել գորգռալ իրար, ինչի համար ժողովուրդ, ինչ դժվար բան կա, իրար ասեն կներեք, ես հաճույքով բոլորին ասում, անգամ երբ որ մեղավոր չեմ, անգամ երբ որ ես իրանց չեմ խանգարել, խանութով անցնում ենք, ինչ որ մի բան է, իրան ինքը սենց հանում, ես էլ մտածում, կարող է ինքը մտածեց, ես իրան կպել եմ կամ կներեք, վсё։ Մի անգամից ժպտում են, ասում են, չէ, ոչինչ, ոչ մի բան ինչ չի լինում, որ ասում կներեք։ Մարդու տրամադրությունը բարձրանում է։ Իմն էլ է, երբ որ իրանց ասում եմ կներեք, իմ տրամադրությունը բարձրանում է։ Ես դրանից ինձ լավ եմ զգում։ Ինչի եք դուք ձեզ վատ զգում, ժողովուրդ։ Ինչի է ձեզ թվում, եթե դուք կուլտուրական ու ժպիտով ուրիշին ասում եք կներեք, հանկարծ դուք նենց լոխ եք էլի երևում։ Այդ լրիվ սովետական, ռուսական մտածելակերպ է։ Արտասահմանում տենց չի։ Դրա համար ես արտասահմանում ինձ շատ լավ եմ զգում։ Մարդիկ իմ նման են մտածում։ Իսկ Հայաստանում իմ վրա զարմացած են նայում։ Զարմացած են նայում, բայց դուր է գալի մարդկանց։ Բոլոր մարդկանց բարի խոսքը դուր է գալիս։ Մենք բոլորս մեզ լավ ենք զգում, երբ որ մեր հանդեպ մարդիկ լավ են։ Նույն ձևել իրանք են, չէ՞ մտածում։ Այդ պահին ինքն էլ է, չէ, իրան լավ զգում, որ դուք իրան լավ եք վերաբերվում։ Մի քիչ շատ ասեք իրար կներեք, մի քիչ շատ իրար բարի վերաբերվեք։ Այդ է նշանակում ազգը սիրելը։ Մենք միշտ ասում ենք ուրիշներին սիրում ենք, մեզ չենք սիրում։ Այդ օրը ես սիրում էի իմ ազգը։ Հիմա ինչ ասես, հեսի որ ասեի անգլերեն կան, չէ, անգլերեն չէ, ռուսերենով որ ասեի, վայ, այդ ինչ շուխուր կդնեին մեր հարևանները, չէ։ Ինքը ասաց, ինքը սիրում է այդ տղամարդուն։ Հա, ես այդ պահին իմ ազգը սիրում էի։ Չեմ իմանում ով է, բայց շատ եմ սիրում այդ տղուն։ Այն պապիկին էլ եմ սիրում, որ այդտենց միանգամից ինքը նորմալ ժպտաց իմ ժպիտին։ Ժպտացեք։